Ողջույն, ես այս ֆորմատի վիդեոներ ընդհանրապես չեմ նկարել, կյանքումս առաջին անգամ է։ Դուք այս վիդեոն կտեսնեք, երբ որ ես արդեն կմտնեմ վիրահատարան։ Շատերը միշտ արժեզրկում են ճանապարհը դիմացինի, եւ երևի թե դա էլ բնական է, որովհետեւ միայն այդ ճանապարհ անցնողը գիտի ինչ դժվար է եղել ու ինչքան բազմերանգ էմոցիաներ է ապրում մարդը, բայց ամենայն դեպս քաշ կորցնելը այսպես շարժումով չի ու իր հետևից նաև գալիս են հետևանքներ, որոնց պիտի պատրաստ լինես եւ նաև պատրաստ լինես դրանց լուծմանը։ Ուրեմն 2024-ին վիրահատեցինք ինձ, body lift արեցինք, տաղանդավոր բնական տաղանդի տեղեր բժիշկ Վարդան Խաչատրյանն է վիրահատել։ Այս անգամ վիրահատությունս տեղի ունենալու Նայերի բժշկական կենտրոնում, ինչից ավելի հանգիստ եմ։ Դե ավելորդ քաշը ինչ որ բաներ առաջացրեց խնդիրներ, վերցրեցինք, հեռացրեցինք կաշին, կատարեցինք body lift, կրծքի փոքրացում ու ձգում կատարեցինք ու դե պլանավորված վիրահատություն կար, էլի մամոպլաստիկա, արդեն իմպլանտներով ու հիմա այդ վիրահատությանն եմ ես գնում։ Վստահում եմ բժշկիս, գիտեմ, որ ամեն բան լավ կլինի, նաև Նայերի ամբողջ անձնակազմը սուպեր պրոֆեսիոնալ է ու գիտեմ, որ արդյունքը շատ լավ է լինելու, բայց այս վիդեոն դրա մասին չի։ Այս վիդեոն շատ մարդկային զգացողության մասին է, երբ որ քո իսկ կայացրած որոշման հետևում ուզես թե չուզես մի քիչ անհանգստություն ու լարվածություն կարող է լինել, որը խիստ մարդկային է։ Հեշտ է, գիտեք, մարդու ճանապարհը արժեզրկել, ասել, որ դա ինչ էր, որ բայց ամեն անգամ, երբ որ գալիս է այդ պահը, երբ որ դու պիտի որոշում կայացնես, շատ բարդ է տրվում։ Ես Փառք Աստծո իմ բախտը բերել է, շնորհակալ եմ Աստծուն նրա համար, որ իմ ճանապարհին հայտնվել են հրաշալի մասնագետներ, լավ բժիշկներ։ Իմ բժիշկը, որին շատ շնորհակալ եմ, այդ ընդհանրապես պլաստիկ վիրաբուժության մասին չի, այդ մարդու կյանքը վերափոխելու մասին է, որ բժիշկը կարող է մտածել պացիենտի նման, զգալ պացիենտի նման ու տալ են արդյունքը, ինչ կուզի զգա պացիենտը ու տեսնի։ Ավելի շատ տարվում եմ մամանց համար, որտեվ մինչև ես արթնանամ, իրանց դժվար կլինի, բայց ես վստահ եմ, որ Աստված շատ մեծ է ու ամեն բան լավ է լինելու։ Ձեզ ուղղակի խնդրում եմ, որ աղոթեք ինձ համար, որ ամեն բան բարեհաջող վերջանա, մինչև ես հետ գամ։ Շատ եմ ձեզ սիրում, շատ շնորհակալ եմ, որ այսքան շատ մարդ է հավաքվել իմ շուրջը, որ դուք գնահատում եք ամեն ինչ ես անում եմ, որ դուք սիրում եք ինձ, անկախ իմ մարմնի չափսերից, իմ արտաքին տեսքից, բայց ամեն ինչից զատ ես աղջիկ եմ, կին եմ, որը ուզում է երջանիկ, առողջ, գեղեցիկ տեսք ունենալ, այնպեսին ինչպեսին ինքն է պատկերացնում։ Լավ մնացեք, մինչև գամ։ Ուզում լաց լինեմ։ Ողջույն, ես այս ֆորմատի վիդեոներ ընդհանրապես չեմ նկարել, կյանքումս առաջին անգամ է։ Դուք այս վիդեոն կտեսնեք, երբ որ ես արդեն կմտնեմ վիրահատարան։ Շատերը միշտ արժեզրկում են ճանապարհը դիմացինի եւ երևի թե դա էլ բնական է, որովհետեւ միայն այդ ճանապարհ անցնողը գիտի ինչ դժվար է եղել ու ինչքան բազմերանգ էմոցիաներ է ապրում մարդը, բայց ամենայն դեպս քաշ կորցնելը այսպես շարժումով չի ու իր հետևից նաեւ գալիս են հետևանքներ, որոնց պիտի պատրաստ լինես եւ նաեւ պատրաստ լինես դրանց լուծմանը։ Ուրեմն 2024-ին վիրահատեցինք ինձ, body lift արեցինք, տաղանդավոր բնական տաղանդի տեղեր բժիշկ Վարդան Խաչատրյանն է վիրահատել։ Այս անգամ վիրահատությունս տեղի է ունենալու Նայերի բժշկական կենտրոնում, ինչից ավելի հանգիստ եմ։ Դե ավելորդ քաշը ինչ որ բաներ առաջացրեց խնդիրներ, վերցրեցինք, հեռացրեցինք կաշին, կատարեցինք body lift, կրծքի փոքրացում ու ձգում կատարեցինք ու դե պլանավորված վիրահատություն կար, էլի մամոպլաստիկա, արդեն իմպլանտներով ու հիմա այդ վիրահատությանն եմ ես գնում։ Վստահում եմ բժշկիս,
գիտեմ, որ ամեն բան լավ կլինի, նաև Նաիրի ամբողջ անձնակազմը սուպեր պրոֆեսիոնալ է ու գիտեմ, որ արդյունքը շատ լավ է լինելու, բայց այս վիդեոն դրա մասին չի։ Այս վիդեոն շատ մարդկային զգացողության մասին է, երբ որ քո իսկ կայացրած որոշման հետևում ուզես թե չուզես մի քիչ անհանգստություն ու լարվածություն կարող է լինել, որը խիստ մարդկային է։ Հեշտ է, գիտեք, մարդու ճանապարհը արժե զրկել, ասել, որ դե ինչ էր, որ, բայց ամեն անգամ, երբ որ գալիս է այդ պահը, երբ որ դու պիտի որոշում կայացնես, շատ բարդ է տրվում։ Ես փառք Աստծո իմ բախտը բերել է, շնորհակալ եմ Աստծուն նրա համար, որ իմ ճանապարհին հայտնվել են հրաշալի մասնագետներ, լավ բժիշկներ։ Իմ բժիշկը, որին շատ շնորհակալ եմ, այդ ընդհանրապես պլաստիկ վիրաբուժության մասին չի, այդ մարդու կյանքը վերափոխելու մասին է, որ բժիշկը կարող է մտածել պացիենտի նման, զգալ պացիենտի նման ու տալ այն արդյունքը, ինչ կուզի զգա պացիենտը ու տեսնի։ Ավելի շատ տարվում եմ մամայից համար, որտեվ մինչև ես արթնանամ, իրանց դժվար կլինի, բայց ես վստահ եմ, որ Աստված շատ մեծ է ու ամեն բան լավ է լինելու։ Ձեզ ուղղակի խնդրում եմ, որ աղոթեք ինձ համար, որ ամեն բան բարեհաջող վերջանա, մինչև ես հետ գամ։ Շատ եմ ձեզ սիրում, շատ շնորհակալ եմ, որ այսքան շատ մարդ է հավաքվել իմ շուրջը, որ դուք գնահատում եք այն ամեն ինչ ես անում եմ, որ դուք սիրում եք ինձ անկախ իմ մարմնի չափսերից, իմ արտաքին տեսքից, բայց ամեն ինչից զատ ես աղջիկ եմ, կին եմ, որը ուզում է երջանիկ, առողջ, գեղեցիկ տեսք ունենալ, այնպիսին, ինչպիսին ինքն է պատկերացնում։ Լավ մնացեք, մինչև գամ։ Ուզում եմ լաց լինեմ։